Վարչապետ Փաշինյանը մեկնել է Եգիպտոս, այսօր մեկնարկում է Մերձավոր Արևելքի ամենանշանակալի դիվանագիտական իրադարձություններից մեկը Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթնաժողովը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, ինչ սպասել հայ-ամերիկյան ռազմական գործընկերությունից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթնաժողովը, որը նախատեսված է այսօր, դառնում է Մերձավոր Արևելքի ամենանշանակալի դիվանագիտական իրադարձություններից մեկը, ուղղված Գազայի երկարատև պատերազմին վերջ տալուն ու տարածաշրջանում նոր կայունության ճարտարապետության ձևավորմանը։ Գագաթնաժողովը համատեղ նախաձեռնություն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի։ Դրա առանցքը Գազայի պատերազմը կանգնեցնող հաշտության պայմանագիրը պաշտոնապես ստորագրելու գործընթացն է, որը նախատեսում է մարդասիրական մեծածավալ մատակարարում, պատանդների, գերիների փոխանակում, իսրայելական զորքերի փուլային հետքաշում եւ հետպատերազմյան վերակառուցման համապարփակ ծրագիր Միացյալ Նահանգների ղեկավարությամբ։ Գագաթնաժողովի նպատակն է ոչ միայն խաղաղության հաստատումը, այլև Մերձավոր Արևելքի նոր անվտանգային ու տնտեսական կառուցվածքի ձևավորումը, որտեղ զուգակցվելու են էներգետիկ համագործակցությունը, տարածաշրջանային կապակցվածությունը եւ անվտանգության համատեղ մեխանիզմները։ Սա Թրամփի գործարքային դիվանագիտության նոր դրսևորումն է, շարունակելով Աբրահամյան համաձայնագրերի քաղաքական ժառանգությունը։ Նրա ընտանիքի անդամներն ու մոտ շրջապատը, Ջարեդ Քուշները, Իվանկա Թրամփը, Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը անմիջականորեն ներգրաված են եղել միջնորդական գործընթացում։ Թրամփի հաշվարկը պարզ է՝ ամրապնդել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, վերահսկել վերակառուցման ֆինանսական հոսքերն ու զսպել Իրանի եւ Ռուսաստանի դերակատարությունը։ Եգիպտոսի նախագահ աս-Սիսին իր հերթին այս գագաթնաժողովը դիտարկում է որպես հնարավորություն վերականգնելու Կահիրեի միջնորդական ավանդույթը արաբական աշխարհում։ Գազայի սահմանին անմիջապես հարող Եգիպտոսը ձգտում է խուսափել փախստականների ճնշումից ու ամրապնդել իր դերը որպես կայունության երաշխավոր։ Կահիրեն պնդում է, որ պաղեստինյան ինքնավարությունը պետք է ստանձնի Գազայի կառավարման անցումային մանդատը միջազգային եւ արաբական անվտանգային ուժերի աջակցությամբ։ Գագաթնաժողովը ընդգրկում է ավելի քան 20 երկրների ղեկավարների մասնակցությունը, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի, Եգիպտոսի նախագահ աս-Սիսիի հրավերով այսօր մեկնել է աշխատանքային այցով Եգիպտոս, եւս մասնակցելու Շարմ էլ-Շեյխի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Ներկայացված են նաեւ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Ինդոնեզիայի, Կանադայի, Ճապոնիայի պատվիրակությունները։ Այս լայն մասնակցությունը Թրամփի վարչակազմի հաշվարկով ձևավորում է բազմակողմ լեգիտիմություն եւ տնտեսական աջակցություն վերակառուցման ծրագրին։ Գագաթնաժողովի առանձնահատկություններից մեկն Իրանի հրավերն է, անսպասելի, բայց դիվանագիտական հաշվարկով պայմանավորված քայլ Թրամփի վարչակազմի կողմից։ Իրանի նախագահի հնարավոր մասնակցությունը գուցե ցույց է տալիս Թրամփի փորձը ներառել նույնիսկ հակադիր կողմերին ընդհանուր խաղաղության մոդելի մեջ ու թույլատրել նրանց ազդեցությունը Համասի վրա։ Թեհրանի մասնակցությունը կարող է դառնալ շրջադարձային, բացելով տնտեսական, տարածաշրջանային նոր հնարավորություններ։ Իհարկե, հատուկ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը։ Սա Թրամփի դիվանագիտական մոդելի շարունակությունն է՝ միավորել տարբեր տարածաշրջանների խաղաղ գործընթացները մեկ օրակարգի ներքո։ 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տան ստորագրված Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրից հետո Շարմ էլ-Շեյխի հրավերը թույլ է տալիս ամրապնդել խաղաղության իրականացման մեխանիզմներն ու քննարկել էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը, այդ թվում Կովկասից Եվրոպա ձգվող գազատարների ճանապարհային կապերի ուղղությունները։ Հայաստանի համար գագաթնաժողովին մասնակցությունն ունի ռազմավարական նշանակություն։ Այն ոչ միայն բարձրացնում է Երևանի դիվանագիտական հեղինակությունը, այլև ամրապնդում վարչապետ Փաշինյանի քաղաքական գիծը ուղղված Հայաստանի սուբյեկտայնության վերականգնմանը եւ Ռուսաստանի ազդեցությունի թուլացմանը։ Շարմ էլ-Շեյխը դառնում է հարթակ, որտեղ Հայաստանը կարող է ամրապնդել իր խաղաղարար նախաձեռնությունները, ներգրավել միջազգային հովանավորություն ու խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների, Եվրամիության ու արաբական երկրների հետ։ Շարմ
Շեյխի գագաթաժողովը դառնում է ոչ միայն Գազայի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի խաղաղության խորհրդանիշը, մի հարթակ, որտեղ միավորվում են տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններ, Վաշինգտոնից մինչև Կահիրե, Բրյուսելից մինչև Երևան։ Իդեպ Կահիրե չեն հրավիրվել Ռուսաստանը եւ Չինաստանը, ինչը վկայում է, որ Գազայում պատերազմի ավարտը եւ Մերձավոր Արևելյան կարգավորումը կարելի է ասել քաղաքակրթական սահման է դնում Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Պեկինի միջև։ Միացյալ Նահանգները այսպիսով Մերձավոր Արևելյան սկզբունքային կարգավորման պատասխանատվությունը հասցեագրում է արաբա-իսլամական աշխարհին, Եվրոպային, գլոբալ հարավին։ Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Մերձավոր Արևելք, նա արդեն ժամանել է Իսրայել։ Նախատեսված է, որ Թրամփը ելույթ է ունենալու Քնեսեթում, որտեղ էլ հանդիպելու է իսրայելցի պատանդների հարազատներին, ապա ուղևորվելու է Կահիրե։ Այսօր արդեն Համասը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով ազատ է արձակել իսրայելցի կենդանի մնացած պատանդների առաջին խմբին։ Հիշեցնեմ նաև, որ 2024-ի մարտին Հայաստանը 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Ըստ հաղորդագրության, ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1.5 միլիոն անձի Հայաստանի կառավարությունը տրամադրել է մթերք, պահածոներ, 4 սնունդ, դեղորայք, բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ եւ այլն։ Պայմանավորվածությունն էլ ձեռք էր բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի եւ Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթահ Աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության եւ խորհրդատվության կարիքն ունի Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։ Եվ այժմ կզրուցեմ Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտահարյանի հետ։ Ողջույն պարոն Կանտահարյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Եվ այսպես, պարոն Կանտահարյան, նախ այս նշանակալի իրադարձության մասին, ես ներկայացրեցի հնարավորինս տեղի ունեցած զարգացումները, Մերձավոր Արևելյան իսկապես, այս նշանակալի իրադարձությունը ինչպես կարող է բեկել մեծ տարածաշրջանի ապագան, որից հետո իհարկե կանցնենք նաև ներկայացուցչությանը, այնտեղ հրավիրյալներին, որը գուցե նաև մեզ հավելյալ կանխատեսելու կամ հուշումներ անելու հնարավորություն է տալիս, համեցեք։ Մի քանի ամփոփ դիտարկում սկսելու համար նախ ուշագրավ է, որ արդեն կայացած համաձայնությունը գիրանական փուլ է անցել, որովհետև առաջին բանտները արդեն ազատ արձակվել են։ Սելգուզվի, որ այս ամբողջ նաև համաձայնության հանգույցը բանտների փոխանակման առումով արդեն գործնական փուլ թևակողել է։ Այստեղ կա որոշակի վճռականության նախադրյալներ, հատկապես Միացյալ Նահանգների կողմից անպայման համաձայնության գործնական բաժինը արագացնելու։ Եվ մի քանի անգամ Թրամփը բարձրացրեց, որ սա միայն Գազային չի վերաբերում, այս խաղաղության գնացող գործընթացը, այլ ընդհանրապես տարածաշրջանին։ Եվ այսօրեն այսօր Շարմ el-Շեյխի այս ձևաչափով, այս ներգրավվածությամբ հանդիպումը դրա մասին է խոսում, որ ուրեմն ընդհանրապես միջին արևելյան տարածաշրջանի նոր գործընթաց, քաղաքական նոր քարտեզագրությունը թեժ օրակարգ է։ Կարևոր է նաև ուրեմն Եգիպտոսի դերակատարությունը եւ նման հանդիպմանը, որ Գազայի ուրեմն հրադադարի եւ խաղաղության երաշխիքների ամրացման նպատակը ունի, առաջադրանք ունի եւ չի բացառվում, որ այդ առումով ինչ որ հայտարարությամբ ավարտվի ժողովը, որ տարբեր երկրներ ստանցնեն երաշխավորությունը Գազայում հրադադարի հաստատման եւ թեպի խաղաղություն գնացող նոր բանակցային գործընթացի մեկնարկի, ուրեմն Գազային է վերաբերում, բայց այնտեղ ոչ Իսրայելն է ներկա, ոչ էլ Համասը։ Մենք պետք է նաև իբրև հաջորդ դիտարկում արձանագրենք Իրանի մերժումը այս ժողովի մասնակցելու եւ հետաքրքիր էր, որ Միացյալ Նահանգները հրավեր ուղարկել էին Իրանին։ Բայց միաժամանակ պիտի մտածել, որ Համասը ամերիկյան նախագծին չէր համաձայնի առանց նաև Իրանի հետ համագարկելու իր համաձայնությունը եւ փաստորեն Տեհրանը հազիվ
Համասի համաձայնություն տվեց, ողջունեց ամերիկյան նախագիծը, վերաշեշտելով եւ իր զորակցություն հայտնելով Համասի ուրեմն պատասխանին, այո պատասխանին ամերիկյան նախագծին։ Այնտեղ երանգային կարևոր կետ կա, որովհետեւ Համասը ուրեմն գող մնալով ամերիկյան նախագծին փոխկապակցեց իր մոդեցումը, իր ասենք պայմանը, որ ուրեմն համաձայնությունը ենթադրում է, համաձայնության կորզադրությունը ենթադրում է բանակցություններ։ Ուրեմն սա շատ կարևոր կետ է, փուլային ուրեմն գիրառումը այդ համաձայնության ենթադրում է բանակցություններ, որին զորավիք է նաև Վաշինգտոն Տեհրան։ Ուրեմն Տեհրանը մի կողմից Համասին հուշում է գոմ լինել ուրեմն ամերիկյան նախագծին խաղաղության եւ միաժամանակ նաև չմասնակցելով այս հանդիպմանը փաստորեն այդ փուլային հանգրվաններին ինքը անուղակի մասնակցելու է, չնայած նաև չի բացառվում, որ Վաշինգտոն-Տեհրան ուղիղ բանակցություններին եւս ներառվի այս կետը, որովհետեւ ի վերջո եթե քաղաքականորեն փորձենք ընկալել Թրամփի այն հայտարարությունը, որ սա միայն Գազային չի վերաբերում, այլ ամբողջ տարածաշրջանին, իսկ ամբողջ տարածաշրջանի մեջ շարունակում է մնալ Իրանը իբրև գլխավոր խաղացող եւ հանգույցները նաեւ առաջի հերթին պիտի Իրանի հետ լուծվեն։ Հիմա փաստ է նաեւ որ Իրանի թերի վերասահմանում վերաիմաստավորում է դեղի ունենում հատկապես պրոքսի պատերազմից հետո իրանյան թիրքերի թուլացումը նկատի ունենալով եւ կարծում եմ որ այդ բոլորից հետո ուրեմն եթե Միջին Արևելյան տարածաշրջանային մասշտաբով խաղաղության մասին ենք խոսում, այնտեղ կարելի չէ շրջանցել Թեհրանը։ Եվ մեկ կարևոր ամփոփ դիտարկում եւս, որ Թրամփի անցամբ ներգրավումը այս բոլորին ոչ միայն նաև Գազայում ձևավորվելիք անցումային կառավարության վերահսկող խորհուրդը նախագահելու իր հանգամանքով, այլ նաև ստեյության Շարմ el-Շեյխում նման ձևաչափով համագումար համաժողով գազբագերբելով, սա եւս խոսում է քիչ առաջ ասած այն ամերիկյան վճռականության, որ համաձայնությունները ոչ միայն գոյացնում է, այլ նաև դրանց գիրառելիությունը անցամբ առաջնորդում։ Պարոն Գանթարյան, Իրանի դերի վերաիմաստավորում, վերասահմանում ասելով ինչ նկատի ունեք։ Ինչպիսի դեր է վերապահվում Թեհրանին այս խաղաղության գործընթացի կայացման արդյունքում։ Գիտեք, Իրանը ճիշտ է, քիչ առաջ նշեցի, որ իրանյան պրոքսիները նախկին նշանակությունը չունեն եւ Լիբանանում, եւ Սիրիայում, եւ նույնիսկ հիմա Համասի հերացումով նաեւ Գազայում, բայց նաեւ միջուկային օրակարգի դեսքով ես համոզված եմ, որ բանակցությունները շարունակվում են Վաշինգտոնի հետ։ Եվ եթե միջուկային օրակարգի գծով Իրանից ինչ-որ բաներ է պահանջում Վաշինգտոնը, դրա դիմաց Իրանը ստանալու է տնտեսական ապաշրջապակման ուրեմն երաշխիքներ եւ նոր ուղիներ, նաեւ էներգետիկ ոլորտում եւ Գազայի օրինակ ուրեմն եւ աշխարհագրական դիրքը եւ ծովային ելքը ընծովյա հավանական էներգիայի հետակային բեղումնային աշխատանքները չմոռանանք նաեւ Թրամփի անverջ գտնվող հայտարարությունը Գազան Ռիվիերայի վերածելու Գազան ուրեմն զբոսաշրջության եւ տնտեսապես փառքավաճ տարածքի վերածելու այս բոլորը Թրամփին վերագրելով եւ ամիջապես հիշենք, որ երբ նաեւ այս պրոքսիները դեռ չէին ունեցած դեռևս, այսինքն Իրանը իր նախկին ուժականությունը բավանում էր տարածաշրջանի մեջ, երկարատև բանակցություններից հետո գայացավ ծովային սահմանազատում ուրեմն Իսրայելի եւ Լիբանանի միջեւ։ Այն ժամանակ Իրանի աստեցությունը քեր հզոր էր լիբանյան կողմի վրա
եւ բարձ էր, որ ուրեմն այդ բանակցությունները, որ միջնորդավորված կընթանային եւ գլխավոր միջնորդը երաշխավորը Միացյալ Նահանգներն էր, ուրեմն այդ բանակցություններին Լիբանանյան կողմը չէր կարող իր համաձայնությունը տալ, եթե չլիներ Իրանի թույլտվությունը, Իրանի հետ այդ համագարկված այոն համաձայնությունը։ Եվ ուրեմն այդ ծովային սահմանումը ըստ էության նաև ընծովյա էներգիայի բերման, որոնման, արտահանման մեծ նախագծերի հետ է կապված։ Չի բացառվում, որ նման նախագծեր նաև աշխատեն հետագայում Գազայի ծովեզերիա շրջաններում, ծովային տարածքներում ընդհանրապես։ Եվ եթե տնտեսական ավաշրջապահումն է, նաև ուրեմն Իրանը իր բաժինները վերցնելու հետամուտ է, առնվազն այդ ուղղությամբ աշխատում է։ Ուրեմն անվտանգային ոլորտից տնտեսական ոլորտի անցումներու որոշ ուղիներ են նկատվում հերվից եւ չմոռանանք, որ ճիշտ է Լիբանանի օրինակը վերցրած, որ օրինակ Իրանի ասոցիացիան ներկո գործող ռազմաքաղաքական միավոր նկատվող Հեզբոլլահը ճիշտ է այսօր նախկին դիրքերը չունի, բայց շարունակում է մնալ Լիբանանի ամենաաստեցիկ քաղաքական ուժերից մեկը։ Ուրեմն թերևս իրանյան ասոցիացիան կոդիներ դարաշրջանում կան, շարունակում են մնալ, իհարկե ոչ նախկին դրվածքով, ոչ նախկին դրությամբ, այնուամենայնիվ իբրև հենագետ էր Իրանի համար ընդհանուր դարաշրջանի քաղաքականության վրա հասնելու։ Բայց այս բոլորը նաև բանակցային թեմա են Վաշինգտոնի հետ եւ կարծում եմ, որ Վաշինգտոնը որ բավական փորձում է հարթել այդ բոլոր խնդիրները, հարաբերական բերություններ, Իսրայել, դիվանագիտական, բնականոն հարաբերություններ ստեղծելու առումով, կարծում եմ նաև հիմնական հանգուցալուծման համար ինքը նկատի ունի Իրանը։ Շատ լավ, իսկ պրոքսիները, որ նշում եք, նրանք այլ այսպես ասենք նախկին նշանակությունը կամ հնարավորությունները չունեն, ի վերջո բայց ինչ է լինելու դրանց հետ, հա կոնկրետ այս դեպքում Համասի, այո համաձայնություններ են կայանում եւ այլն, բայց այս պրոքսիների այսպես ասենք ճակատագիրը ինչ է լինելու։ Չէ, Համասի զինաթափումը ուրեմն միանշանակ պահանջում են ուսկային ընդդելի պահանջում չէ, սա նաև 20 գետամացայնակրում նախագծում ներառված գետ է։ Նույնը Հեզբոլլահի զինաթափումը այսօր պահանջում է միջազգային ընտանիքը, միավորված ազգերի կազմակերպությունը, վաղուց որտեղած թիվ 1701 բանացևը նաև դրա մասին է խոսում։ Իհարկե համագողմանի է, այսինքն իսրայելյան ուժերի հերացման մասին եւս կա, ինչպես որ ամերիկյան նախագծում իսրայելյան ուժերի հերացում կա նաև ուրեմն այն առաջացած թիրքերը, որը այսօր գոյություն ունին եւ աստորեն առաջի հանգրվանը նաև իսրայելյան ուժերի կողմից գրանցվել է այդ առումով։ Հիմա Համասը հեռանալու է իբրև ռազմաքաղաքական միավորում, սա ուրեմն համաձայնական գետ է, այսօր երաշխավորվեն այդ գետերը ընդհանուր վերահսկող խորհուրդը, որ քիչ առաջ նշեցինք արդեն Թրամփն է նախագահելու, բայց նաև Համասի պահանջն է, որ այնտեղ ձևավորվի պաղեստինյան ինքնուրույն ուրեմն կառավարություն։ Բայց ըստ էության, եթե մենք այս բոլորի ուրեմն ավարտը կամ վախճանական գետը եւ նկատի ունենանք նաև քաղաքական ընթերցումով 20 գետանոց փաստաթուղթը նախագիծը Գազան ոչ թե հանձնվում է Իսրայելին, Գազան ստերության հանձնվում է միջազգային ընտանիքի ջամփով Միացյալ Նահանգներին եւ Թրամփի անձամբ ներգրավվածությունը այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ ամբողջ միջին արևելքում խաղաղություն հաստատելու մեղը այսօրվա դրությամբ Գազան է եւ ի վերջո իսրայելյան պաղեստինյան հակամարտության լուծումը։ Հիմա հերևից դեսանելի է այստեղ Աբրահամյան դաշինքը, որովհետեւ Եգիպտոսում Շարմ el-Շեյխում մասնակից պետությունները աստորեն Աբրահամյան դաշինքին մաս կազմելու ուղղակի կամ անուղղակի հրավեր ստացել են արդեն։ Ուրեմն
Աբրահամյան դաշինքը չմոռանանք նաև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում հնչել է իբրև հայեցակարգ։ Եվ Գազայի պատերազմից առաջ Աբրահամյան դաշինքի առանց այդ ցեղագերբումը պաշտոնապես դառնու ըստեյության արաբական երկրների եւ Թել Ավիվի միջև սկսել էր հարաբերությունների հաստատման, բնականոնացման գործընթաց, որը արգելվել էր Գազայի պատերազմում։ Հիմա այդ օրակարգը վերադառնում է արդեն միջազգային հնչյունություն։ Իսկ Իսրայելը ինչ է շահում այդ դեպքում, եթե Գազան, ինչպես դուք նշեցիք, հանձնվում է միջազգային ընտանիքին, այսպես ասած Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ինչ է շահում Իսրայելը։ Անվտանգային առումով գլխավոր անվտանգության սպառնալիքներից մեկը այս չեզոք ասում է։ Գիտեք, Իսրայելը ոչ միայն Գազայի ուղղությամբ, նաև Լիբանանի ուղղությամբ, նաև Սիրիայի ուղղությամբ ստեղծում է ուրեմն անվտանգության գոտիներ։ Այսինքն վերջին սիրիական տարածքների վրա իսրայելյան ներխուժումը եւս դրուզների օրինակ կորձոնի շահարկումը այդ առումով եւս ուրեմն կարծում եմ նաև խում է այն հանգամանքից, որ Իսրայելը ցերնարգել է իր սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտիները ստեղծելու զինվորական միջամտությամբ ստեղծելու ուրեմն գործողությունների շարք։ Ընդ որում նաև երկրորդ ուղղությունը Լիբանանն էր, այսօր հարավային լիբանանյան տարածքներում շարունակում են մնալ իսրայելյան ուժեր եւ վերահսկել ռազմագիտական նշանակություն ունեցող տարածքներ, շրջաններ, նույնը եւ Գազայում, այսինքն թերևս բարձ չէ որ իսրայելյան ուժերը մինչեւ ուր կկաշվեն, հետո նաև Համասի ընդհանրապես վերացումը Գազայից անվտանգային առումով կարևոր գետ է Իսրայելի համար։ Շատ լավ, Հայաստանի մասնակցության մասին եւս խոսենք, հա կամ աշխարհագրությունը երկրները պատվիրակությունները, որոնք հրավիրված են, ինչ հետևություններ են անում, մենք տեսնում ենք, որ այս քարտեզում նաև բացակայում է Ռուսաստանը։ Գիտեք, որովհետև լրիվ ամերիկյան նախագիծ է, լրիվ ամերիկյան Թրամփի ներգրավվածությամբ աշխատող ձևաչափ է, շատ հետաքրքիր է, որ Վաշինգտոնին գնացել է հրավեր Իրանի, որը մերժել է, բայց Ռուսաստանը բացակայում է, այստեղ դատապարտություն կա իհարկե, եւ ուրեմն հայաստանյան մասնակցության առումով կամ այստեղ նաև Ադրբեջանի բացի Թրամփյան կորզարկային դիվանագիտությունից ես քիչ առաջ խոսեցի Աբրահամյան դաշինքի օրակարգի վերադարձի մասին եւ անպայման այստեղ պետք է նշել, որ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եղել էր պաշտոնական Վաշինգտոնի կողմից երկու երկրները եւս պետք է միանան Աբրահամյան դաշինքին, անգամ նաև պետքարտուղարի մագարտակում այս մասին խոսվել էր։ Ուրեմն այս հանգամանքները կարծում եմ պետք է նկատի ունենալ, բացի քարոզչական բնույթը, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դարձյալ Թրամփի միջամտությամբ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, երկու պետությունները հրավիրվում են նման տարածաշրջանային միջազգային համաժողովի, բայց նաև հերվից տեսանելի Աբրահամյան դաշինքի ընդհանուր հայեցակարգը եւ եթե առաջին աշխարհագրական միջավայրը միջին արևելքն է, ըստ հայտարարությունների Միացյալ Նահանգների եւ ակնարկ է արվում նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին, ուրեմն թիրախային երկրորդ աշխարհագրական միջավայրը Աբրահամյան դաշինքի համար կարող է լինել Արաբային Կովկասը եւ սա եւս ոչ միայն ուրեմն մտաբերում է Ադրբեջանի եւ Իսրայելի միջև հետսելի ավելի խորացող համագործակցությունը տարբեր ոլորտներում, այլ նաեւ իրանամերձ շրջաններում Աբրահամյան դաշինքի հասանելիության մասին հերվից հուշումներ է անում այս հրավերի յետին կանգնած որոշ շարժարիտները, եթե փորձենք վերլուծել։ Ուրեմն այս հանգամանքները կարևոր են, հետո նաև հայկական ոսմյակ աշխատանքների դեպքում պիտի նկատի ունենալ, որ եթե մինչև հիմա առավելապես Կատարը եւ Եգիպտոսը իբրև միջնորդ, իբրև երաշխավոր նշվում էին ուրեմն Համասի կամ Գազայի հարցի կարգավորման, հիմա նաև ավելացել է Թուրքիայի անունը իբրև այդ երկրների շարքին։
Այնուամենայնիվ Շարմ el-Շեյխը հատկանշված է իբր նման միջնորդական առաքելություններ իրականացնող միջավայրը Եգիպտոսը ընդհանրապես եւ Միացյալ Նահանգների կողմից Եգիպտոսի ընդդիմությունը Եգիպտոսի այդ թերագադարությունը բարձրացնելու մի դող որոշակի քայլ է։ Շնորհակալ եմ, պարոն Գանտարյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էր։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, պաշտոնական հաղորդագրությունը այլ մանրամասներ չի հայտնում, մնացածը աշխատանքային այցերին բնորոշ փակ օրակարգ է, որի տրամաբանությունը հասկանալի է Հայաստանի ընթացիկ պաշտպանական բարեփոխումների եւ Վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համատեքստում։ Այս այցը անկախ կոնկրետ հանդիպումների կազմից շարունակականության կարևոր ազդակ կարող է լինել դեպի արևմտյան ինտեգրման գործնական հարթություն, զորավարժություններ, խորհրդատվություն, սահմանային կայունացում, ինստիտուցիոնալ ամրացում։ Նախորդ նախադեպերը հուշում են, որ այցը հավանաբար կենտրոնանալու է պաշտպանական բարեփոխումների, դաշնակիցների խորհրդատվական աջակցության թեմաների վրա։ Պապիկյանը վերջին շաբաթներին բաց տեքստով նշել է, որ Հայաստանը ստանում է կանոնավոր խորհրդատվական աջակցություն Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, դե ավանդաբար նաև Հունաստանից։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին էլ Պենտագոնում կայացել էր Պապիկյան Լյոյդ Օսթին հանդիպումը, որտեղ բարձրացվել էր համագործակցության ռազմավարական օրակարգն ու առանձնացվել Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա գործընկերությունը։ Այս այցը տեղավորվում է ԱՄՆ-Հայաստան պաշտպանական համագործակցության արագացող դինամիկայի մեջ։ Eagle Partner 2025 համատեղ վարժանքները արդեն անցկացվել են Հայաստանում օգոստոսի 12-ից 20-ը խաղաղապահ պատրաստվածության եւ հրամանատարաշարքային կապի հավասարակշռության խորացման նպատակով։ Դա շարունակությունն է նախորդ տարվա մեկնարկած ձևաչափին ու գործնական հենք հետագայում գուցե ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության աստիճանական բարձրացման համար։ Պապիկյանի ԱՄՆ աշխատանքային այցերի հաշվարկով սա առնվազն երրորդն է նախարարի պաշտոնավարմանը հետևած շրջանում 2022 թվականի սեպտեմբերից եւ 24 թվականի դեկտեմբերից հետո։ Այդ երկու դեպքում եւս պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել էր մեկնումը, բայց օրակարգի մասին տեղեկություններ չէին հաղորդվում։ Սա թույլ է տալիս գուցե խոսել նաեւ կայուն պարբերական բարձր մակարդակի շփումների մասին, նույնիսկ այն պարագայում, երբ կոնկրետ մանրամասներ այդպես էլ չեն հրապարակվում։ Այցի քաղաքական անվտանգային նշանակությունը պետք է դիտարկել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի ֆոնին։ Սպիտակ տանահայտարարված հայ-ադրբեջանական խաղաղության ձևակերպումները, ներառյալ TRIP տրանսպորտային նախաձեռնության շրջանակային պայմանավորվածությունները ստեղծեցին, այսպես ասած, հետխաղաղական գործընթացի օրակարգ, որտեղ առաջնահերթ են սահմանի կայունացումը, հաղորդակցությունների վերագործարկումը, ինչպես նաև պաշտպանական ոլորտի կառավարման, թափանցիկության բարեփոխումները։ Հռչակագրի քաղաքական կապիտալը հիմա պետք է վերածել ինստիտուցիոնալ կարողությունների։ Գործնական ակնկալիքները, որոնք այժմ տրամաբանական են, պետք է նաև ներառեն շարունակվող խորհրդատվական աջակցություն պաշտպանական կառավարման եւ գնման գործընթացների թավանցիկության ուղղությամբ, գործընկերների միջոցով, սահմանապահ կարողությունների ամրապնդում, տեխնիկական միջոցներով, ուսուցումներով, Eagle Partner-ի հաջորդ փուլերի նախապատրաստում, խաղաղապահ բժշկական բաղադրիչների ընդլայնմամբ, կրթական, մասնագիտական ծրագրերի խորացում ԱՄՆ համապատասխան հաստատությունների հետ։ Եվ զրուցակիցս ռազմական ու ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արզումանյան, իհարկե, ինչպես ես նշեցի, պաշտոնական հաղորդագրությունը լռում է մանրամասներին պաշտպանության նախարարի այցի օրակարգի վերաբերյալ, թեև պաշտպանական գերատեսչություններին բնորոշ, այսպես ասենք, այդ ֆորմալությունը պահպանվում է։ Ես նաև հիշատակեցի Պապիկյանի նախորդ այցերը եւ կարևորեցի բնականաբար օգոստոսի 8-ի կամ Վաշինգտոնյան գործընթացներից հետո տեղի ունեցող այս այցը։ Միացյալ Նահանգներ, Հայաստան պաշտպանական ռազմական գործակցության նոր մակարդակի ականատես կարող ենք լինել, այսինքն նոր պայմանավորվածություններով կարող է Պապիկյանը վերադառնալ։ Առաջինը պետք է ես ողջունում եմ նման այցերը, կուզենայի որ ավելի հաճախ լինեն, ոչ թե պաշտպանության նախարարության մակարդակի, նախարարի մակարդակի վրա, բայց մի ավելի քիչ ներքին մակարդակների վրա եւ ավելի բարձր մակարդակների վրա։ Դրա համար դա կարելի է միայն ողջունել այդ զարգացումները։ Երկրորդը ես ողջունում եմ, որ ընդընթացի
նյութը մնում է փակ, որ հայկական կողմը կարողանում է ի վերջո չհրապարակել այն ինչը որ պետք չէ հրապարակել։ Թող մնա այդպես աշխատանքային արից է վերջակետ, հետո հետագայում երբ մենք ունենք արդյունքներ, կխոսենք արդյունքների մասին։ Դրա համար դա նույն ձևի հետ ոճը ողջունում եմ։ Փառք Աստծո, վերջո տեսնում եմ ճիշտ տրամաբանություն, որը պետք է մեծանա, զարգանա, լայնանա։ Երկրորդը, մենք հաճախ ձեզ հետ եք խոսացել, որ TREP-ի պրոյեկտը, որը սկսել է, դա ընդհանրապես հնարավորություն է Հայաստանի համար։ Եվ այդ հնարավորությունը իրականացնելու մասի համար եւ ունենալ պրոյեկտ, պետք է ունենալ փաթեթային լուծում։ Եվ այդ փաթեթային լուծումի մեջ կարևոր դեր է խաղում ռազմական անվտանգությունը, ազգային անվտանգությունը եւ մնացած հարցերը կապված են անվտանգության եւ ինքնաիշխանության հարցերի շուրջ։ Եվ երբ Հայաստանը սկսի կամաց-կամաց այդ պրոյեկտի TRIP, որ կարողանանք խոսել TRIP պրոյեկտի մասին, սկսեն կոմունիկացիաներ եւ փոխգործակցություն, ոնց պիտի ձևավորվի այդ հարցերը, այս այցին շուրջ ես ուղղակի ուրախ կնեմ, որ ի վերջո հայկական կողմը սկսում է մշակել պրոյեկտը, TRIP-ի պրոյեկտը, ոչ թե միայն դեկլարացիան, որը մենք այսօր ունենք։ Երրորդը երևի պիտի ասեմ, այո, այդ հարաբերությունները փոխգործակցությունը ողջունելի են, բայց հայկական կողմը պիտի նորից հասկանա, որ այդ հարաբերությունները կարող են զարգանալ ուրիշ մակարդակի վրա եւ խորքային ձևով, եթե Հայաստանը ի վերջո լուծի իր խնդիրները իր այսօրվա դաշնակիցների այդպես կոչված հետ։ Հայաստանը եթե ուզում է հարաբերությունները արևմուտքի հետ, Հնդկաստանի հետ զարգանան ուրիշ տեմպերով եւ լայնության խորությամբ, մենք ի վերջո պիտի վերջակետ դնենք Հայաստանի ռազմական հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ եւ ՀԱՊԿ-ի հետ։ Մինչև այդ հարցը մենք չլուծենք, բոլոր հարաբերությունները, փոխգործակցությունները սահմանափակվելու են կրթության մակարդակով, հայեցակարգային բարեփոխումների պատրաստման հետ եւ այլը, բայց իրական աշխատանքների, իրական Հայաստանի ռազմական եւ ազգային անվտանգության փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն կմնեն սահմանափակ։ Միացյալ Նահանգները արևմուտքյան զարգացած երկրները չեն գնալու խորքային փոխգործակցության եւ չեն կիսվելու Հայաստանի հետ այն կամակարգերով, այն լուծումներով, այն զենքով, եթե Հայաստանը մնում է դաշնակից Ռուսաստանի հետ։ Հայկական կողմին պարզ դրա մասին ասել են, ես գիտեմ, որ Ամերիկան է ասել։ Չեմ ասելու, հա, բայց եղել են, ասել են եւ դա տրամաբանական է։ Մենք կարող ենք տեսնել, ասենք, որպես օրինակ անալոգիա, ոնց է Միացյալ Նահանգները F-35-ի հետ կապված վերաբերվում Թուրքիայի հետ, միջև այնքան կա S-400, իրանք չեն գնում այդ գործակցության։ Եվ այդ տրամաբանական այն ռազմական տրամաբանության մեջ, տեխնոլոգիաների տրամաբանության մեջ ոչ մեկը լուրջ ռազմական տեխնոլոգիաներ, լուծումներ չի տալու Հայաստանին, եթե կա հավանականություն, որ դա կփոխանցվի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ի ինչ-որ երկրների։ Դրա համար մենք պիտի լուծակետ կտորը խնդրի։ То есть այս զարգացումները, որը տեղի են ունենում նորից կասում եմ, կարելի է միայն ողջունել, հասնելու են քաղաքական սահմանափակումներին, որը Հայաստանը պիտի ինքը լուծի։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ուրիշ երկրներ մեզ չեն օգնել այդ որոշումների մեջ։ Այդ որոշումը պիտի Հայաստանը որպես ինքնիշխան պետություն ընդունի։ Պարոն Արզումանյան, երբ ասում եք, որ Հայաստանը պիտի վերջակետ տնի Ռուսաստանի հետ ռազմական հարաբերություններում, երբ ու ինչպես դա կարող է տեղի ունենալ։ Մենք արդեն խոսում ենք ոնց կարելի է այդ ցանկությունը, որը կդառնա կամ իրականացնել, ես ցես հավաստացնում եմ, որ Հայաստանում կան սպայեր, կան մեր հաստատությունները, Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, դիվանագետները կարող են նման ծրագիր, նման օպերացիա, որովհետև դա բարդ ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական օպերացիա է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական կողմը ունի նման ներուժ եւ սպայեր, նորից եմ կրկնում, դիվանագետներ, որը կարող է նման օպերացիան մշակել եւ մենք կարող ենք բավականին շուտ դա իրականացնել, եթե լինի քաղաքական կամք եւ որոշում։
Իսկ քաղաքական կամքի կամ դրա արկայության մասին չի հուշում Հայաստանի գործակցությունը արևմտյան երկրների հետ կամ այդ գործակցության խորացումը, հա, գուցե սա հենց այդ նախապատրաստական շրջանն է։ Այդ ենթական տեքստների ստեղծումն է, Ժերայր։ Մենք ստեղծում ենք ենթական տեքստներ, ստեղծում ենք միջավայր, որտեղ այդ որոշումը պիտի ընդունվի։ Այդ աշխատանքը դեկլարատիվ կամ ոչ դեկլարատիվ հիմա պրակտիկական մակարդակում քայլեր անում են 5 տարի արդեն, ասենք, հա։ Բայց գալիս է մի պահ, եւ դու պիտի ընդունես որոշում, եթե ուզում ես տրիպը դառնա իրականություն։ Ոչ թե մնա դեկլարատիվ մակարդակի վրա, դու պիտի որոշում ընդունես, որովհետեւ տրիպի պրոյեկտը կոմունիկացիոն եւ մնացած, որը մտադիր ենք իրականացնել, անհնար է իրականացնել, եթե այսեք այդ տարածքում գտնվում է ուրիշ երկրի ռազմական ներկայություն։ Միջև այնտեղ կանգնած են Ռուսաստանի սահմանապահները, միջև այն կա Ռուսաստանի ռազմական ներկայությունը, դու չես կարողանալ իրականացնել այդ պրոյեկտը։ Այդ պրոյեկտը պայթեցնելու է, որովհետեւ այդ պրոյեկտի իրականացումը նշանակում է, որ Ռուսաստանի ներկայությունը աշխարհաքաղաքական ասպարեզում հարավային Կովկասում եւ Հայաստանում սկսում է նվազել եւ վերջանում է, բայց վերջանալով Հայաստանում, վերջանում է հարավային Կովկասը, խնդիրներ առաջանում հյուսիսային Կովկասում եւ այլ։ Ռուսաստանը փայլուն հասկանում է դա։ Ռուսաստանի պետք չէ դա բացատրել։ Դրա համար լինելու է դիմադրություն, ինչքան Հայաստանը շարունակի այդ քայլեր անել, ինքան դիմադրությունը մեծանալու է։ Եվ մենք բացի пассив կամ դիվանագիտական, տնտեսական սպառնալիքից եւ ազդեցությունից ճնշումից ստանալ եք ուրիշ ճնշում։ Դա պետք է պարզ հասկանալ։ Ուրիշ ինչ։ Չեմ ուզում խորանալ, կարող է Ռուսաստանը փորձ ունի, ոնց ենք օգտագործում հիբրիդային պատերազմի ներքո ուրիշ մեթոդներ ազդելու երկրների վրա, որին վրա ուզում է ճնշում գործի։ Մենք այդ ճնշումը տեսել ենք անցյալ ընտրության ժամանակ Մոլդավիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում։ Ռուսաստանը հաստատ ունի հնարավորություններ եւ գործիքներ ազդել Հայաստանի վրա ռազմական ոլորտում, ոչ թե ուղղակի ռազմական գործողությունները, բայց ուրիշ մեթոդներով, բայց դա լինելու է պատերազմ։ Այնինչ մենք տեսնում ենք Եվրոպայի նկատմամբ այսօր, ասենք հիբրիդային պատերազմների դրոնների ներխուժումը Պոլշա, Էստոնիա, Դանիա եւ այլ Ռուսաստանը ունի եւ հնարավորություններ եւ մեթոդներ եւ ունի աշխատակազմ լիչնի սաստավ Հայաստանում դա ամեն ինչ իրականացնելու համար եւ Հայաստանը եթե ուզում է այդքան լուրջ պրոյեկտ իրականացնել եւ իրոք Միացյալ Նահանգներին բերել Հայաստան ոչ թե ռազմական ոլորտով ցավոք սրտի դա այսօր անհնար է մենք պատրաստ չունենք այդ հնարավորությունը ձևավորել ռազմական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ դրան դեր չեք հասել բայց սկսել տնտեսական միջազգային տնտեսական պրոյեկտի այդ հնարավորություն կա եւ դա հազվադեպ հնարավորություն է որ մենք պարտավոր ենք օգտագործել բայց դրա համար մենք պիտի անենք մեր չեմ ուզում ասել տնային աշխատանքը որովհետեւ դա վուլգար կլինի բայց որովհետեւ խնդրեմը խիստ կարեւոր է եւ հայկական ինքնիշխանության պետական ինքնիշխանության հարց է մենք պիտի ի վերջ տանք Հայաստանի Ռուսաստանի ռազմական ներկայությունը մանավանդ վեկում հետո կամաց լուծելով այդ խնդրեմը ողջ Հայաստանի տարածքում։ Այդ ժամանակ Հայաստանը կարող է իրոք ստանալ հնարավորություն թռիչքային զարգացման համար։ Ես դա մեջ համոզված եմ։ Իսկ այդ հարաբերությունները վերջակետ դնելը ինչ որ ռիսկ է պարունակում է։ Իհարկե։ Օրինակ ինչպիսի։ Ոչ թե միայն ռիսկ, այստեղ կլինեն սպառնալիքներ։ Ռուսաստանը կարող է անցնել ռազմական գործողությունների հիբրիդային մեթոդներին, մենք դրանք պիտի պատրաստ լինենք։ Եվ դու որպես պետություն պիտի պաշտպանվես ոնց ես պատասխանելու։ Դրա համար ես ասում եմ բարդ դիվանագիտական միջազգային հանդիենթակցած պիտի կառուցվի քաղաքական եւ ռազմական օպերացիա ժրայր։ Դա ոչ թե դեկլարացիա Ռուսաստանը պիտի զորքերը հանի 3 օրում պիտի գնան, պետք չէ դեկլարացիաներ։ Ռուսաստանի պիտի դնես փաստի արժե, որ իրանք դուրս են գալիս։ Ինչքան կարելի է արդեն սկսում եմ խոսել այդ նման օպերացիայի կազմակերպման, պլանավորման մասին, մեր սպայերը դա կանեն, դիվանագետները կանեն, չեմ ուզում հրապարակորեն խոսել, բայց ես նորից եմ կրկնում մեր սպայերի Գենշտաբի, ԱԳՆ-ի, ԱՀՑ-ն չգիտեմ, բայց համոզված եմ, որ այնտեղ էլ կան լավ սպայեր եւ կարող են աշխատել, իրանք կարող են հավաքվել եւ նման օպերացիա մշակել։ Եվ մենք ի վերջո, եթե ուզում եք ունենալ լուրջ հարաբերություններ արտաքին աշխարհի հետ, պիտի վերջ տաք Ռուսաստանի ռազմական ներկայության։ Ուրիշ ելք չկա ժրայր։ Ուրիշ ձևի Հայաստանը զարգանալու հնարավորություն չի ունենալու։
որովհետև Ռուսաստանը եղել է եւ մնում է աշխատում է պայթեցնելով, անկայունություն մտցնելով, ճնշելով մեթոդների վրա։ Ի տարբերություն անցեք Միացյալ Նահանգներին, որոնք ունեն դպրոց, ունեն ունակություն, մշակույթ, օգնել ռազմական իր գործակողություններից տնտեսական զարգանալ։ Պլան Մարշալը, որ իրանք արեցին, Հարավային Կորեան բարձրացրեցին, Ճապոնիային բարձրացրեցին, Միացյալ Նահանգների ոչն է այդպես, Արևմուտքի ոչն է, ունենալ հզոր դաշնակից։ Եվ այստեղ մեր նպատակները եւ մոտեցումները համընկնում են։ Ես էլ եմ ուզում, որ Հայաստանն ունի հզոր ռազմական, տնտեսական հզոր պետություն, ում հետ բոլորը ուզում են փոխգործակցել։ Ռուսաստանին պետք է թույլ կախվածության մեջ գտնող միշտ այդ բալանսի մեջ գտնող երկիր, որի վրա կարելի է մատերով վերակառավարել կամ պահել իր վերահսկողության տակ։ Դրա համար նորից եմ կրկնում երրորդ անգամը, դա քաղաքական որոշում է։ Այդ որոշումը կախված չէ պետական հաստատությունների իրենց։ Իրանք պատրաստ են իրականացնել, բայց պիտի լինի պետական, ոչ քաղաքական եւ որոշում կամք այդ ճանապարհին ի վերջում անցնել։ Ենթակառուցությունները, համատեքստերը կարող է ստեղծել անվերջ։ Պատրաստ չեմ, չէ, պատրաստ չեմ, դու միջև վերջը պատրաստ չես նել այդ քայլին։ Չի կարելի վերջնական պատրաստության մեջ լինի նման կտրուկ նման հեղաշրջման եւ նման ուզումներին, որը փաստորեն փոխում են կովեկտորները զարգացման։ Հայաստանի վարչապետը ուղևորվեց Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխում կայանում է կարծեք թե դարակազմիկ իրադարձություն Մերձարարարյան տարածաշրջանի համար Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթաժողովն է, բավականին ներկայացուցչական կազմով են հավաքվում Եգիպտոսում, դե Միացյալ Նահանգների նախագահի, այսպես ասենք, գլխավորությամբ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը եւ այլն Թուրքիան էլ են այնտեղ հրավիրված։ Մասնավորապես Հայաստանի եւ լավ Ադրբեջանի էլ ասենք ներկայության հրավերի համատեքստը ո՞րն է ըստ։ Ոչ մի համատեքստ չկա, ժայր, պետք չէ բարդացնել խնդիրը։ Արաբական երկիրը, իսլամական աշխարհը ունի իր շահերը, իր մոտեցումները լուծման եւ Հայաստանը լինելով քրիստոնեական երկիր, բայց ունենալով ավանդական դարավոր կապեր արաբական աշխարհի հետ, մենք կարող ենք օգտագործել դա եւ ներկայանալ այնտեղ։ Ոչ թե որպես թշնամի, ասենք Իսրայելը արաբական երկրների համար կա եւ մնում է թշնամական հարաբերությունների մեջ։ Մենք լինելով քրիստոնեական երկիր, նորից եմ կրկնում, ունենք այդ հնարավորությունը կառուցել ուրիշ հարաբերություններ։ Այդ հնարավորությունը այսօր կա ժրայր եւ հայկական ներկայությունը այնտեղ պիտի լուծի այդ խնդրը։ Մեզ համար պիտի երկրորդական դին ինչ անում այնտեղ Ադրբեջանը, ինչ անում Թուրքիան։ Մենք պիտի դնենք, լուծենք, ոնց ենք վերականգնում հայ-արաբական հարաբերությունները ուրիշ մակարդակի վրա, ելնելով եւ հիմնելով մշակութային, պատմական դարավոր կապերի վրա եւ դա կարող է Հայաստանին հզորացնել եւ բարձրացնել ուրիշ մակարդակի վրա արաբական երկրում, Մերձավոր Արևելքում։ Մենք կարող ենք այդտեղ ունենալ յուրահատուկ դեր, յուրահատուկ հնարավորություններ, որոնք մենք չենք օգտագործում։ Այսինքն այսօր կարող եք տեսնել Կատարը ոնց է խաղում։ Կատարը դարձել է այն հարթակը, որտեղ բոլորը շատ երկրներ համաձայնվում են, ուժային կենտրոններ համաձայնում են գալ եւ դիվանագիտական փոխգործակցություն կամ աշխատանք անցկացնել։ Հայաստանը լինելով քրիստոնեական երկիր, լինելով չեզոք արաբական, իսլամական խաղերից, հարաբերություններից նման հարթակ հաստատ կարող է դրնի, որտեղ բոլոր իսլամական երկրները բացի Թուրքիայից այսօր պատրաստ են Հայաստանի հետ ունենալ հարաբերություններ եւ Պակիստանը, հա, Թուրքիան, Պակիստան, 2-3-ն են այդ 1 միլիարդանոց դիվանագիտական հարաբերություններ իմացին դիվանագիտական հարաբերություններից Պակիստանի հետ։ Հա, այդ երկրորդական է Պակիստանը կմնա թշնամի, պետք չէ այստեղ ինչ որ մտածել, որտեղ մեծ փոփոխություններ կլինեն։ Եվ ես գիտեմ, եւ 2019-20 թվականի ԱԳՆ-ում մշակում են ման հայեցակարգեր։ Այն ժամանակ 2018 թվականից այնտեղ եղել են փորձագետներ, եղել են դիվանագետներ, ում հետ ես ասենք խոսում էի։ Հիմա մշակում են։ Լինելով խորհրդական արտգործնախարարի Արցախի, նաեւ այդ ամեն ինչն իմ էր 2020 թվականից ինչ է տեղի ունենում, ես ուղղակի տեղյակ չեմ, բայց Հայաստանը այդ հնարավորությունը ունի։ Հայաստանի դիվանագիտությունը այդ հնարավորությունը ունի, կատարը օգտագործել այն, որ ինքը հարուստ է, ինքը շքեղ է, եւ այդ շքեղության վրա, այդ հարստության վրա իր ազդեցությունը
ունենալով ինքը կարողացել է այդ հարթակ կառուցել, բայց ունենալով ջիհադիստական, իսլամիստական գաղափարախոսության ներքո։ Ինքը կարողացել է անել այդ սահմանափակումների մեջ։ Հայաստանը այդ սահմանափակումները չունի։ Մենք կարող ենք ավելի լայն հարթակներ հավաքել, բայց դա պարտադրում է համակարգային աշխատանք տարիների, տասնամյակների հետևանքում դա պիտի այդ process-ները հանես իշխանության ոլորտից, քաղաքական ցիկլներից եւ դեպավորես ուրիշ մակարդակի վրա։ Եվ հույս ունեմ, որ մենք դա կարող ենք անել։ Այսինքն հիմնական պատճառը դա է ձեր թվարկած Հայաստանի ներկայությունը։ Ես չգիտեմ, բայց ես կուզենամ, որ դա լինի։ Բայց այդ մնացածները երկրորդական եւ շատ շուտ փոխվելու են, որովհետեւ միջավայրը, անվտանգության միջավայրը մեր ժողովրդավարքում փոխվում է եւ կշարունակի փոխվել։ Փոքր լուծումներ, լոկալ լուծումներ, ժամկետում մի շաբաթվա, մի ամսվա լուծումները հաստատ չեն աշխատելու, մի ամսից հետո հաստատ փոխվելու են։ Ես կուզենայի, որ հայկական կողմը իր դիվանագիտական հնարավորությունները եւ ներուժը ձևավորի ավելի երկարաժամկետ process-ների մեջ եւ ծրագրերի մեջ, որովհետեւ շատ է փոխվել ամեն ժրայր։ Մենք այդ փոփոխվող միջավայրի մեջ չենք կարող մեր տեղը ունենալ։ Մենք պետք է գնանք, հասկացնանք ինչ է կատարվում, ճակետներում հետախուզություն անցկացնենք, տեսնենք մեր ժողովրդավարքում այսօր ինչ է տեղի ունենում, ինչ որոշումներ կարելի է սպասել, հավաքել, քաղել ինֆորմացիա մեզ համար, բայց եթե խոսում ենք ծրագրավորման մասին, մենք կարող ենք ոչ մի բան չանել էներգիա չծախսել, որովհետև դա էներգիա բայց ի սկզբանե հասկանաս, որ դու պիտի մտածես 10, 15, 20 տարվա դիվանագիտության ծրագրի եւ հայեցակարգի մշակման տրամաբանության մեջ եւ շարժվես այդպես։ Վարչապետները կգնան, արտգործնախարարները կգնան, հայկական դիվանագիտության ուղղությունը ռազմավարական ձևավորված պիտի լինի եւ պիտի զարգանա։ То есть այն լուծումները, որը ես սպասում եմ անվտանգության ոլորտում, համապարփակ պաշտպանության անվտանգության հայեցակարգի եւ մոտեցման ներքո, որը Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ կամաց իրականացնում է, մենք պարտավոր ենք նման լուծումները համապարփակ ունենալ նաեւ դիվանագիտության զարգացման մեջ, նաեւ տնտեսության զարգացման մեջ, ֆինանսական զարգացման մեջ։ То есть ի վերջո մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը կորցրել է ժամանակ, երբ մենք կարող ենք էվոլյուցիոն ճանապարհի վրա կամաց զարգանանք եւ այն համակարգային ճգնաժամը, խնդիրները, որ արժեվ կանգնած է հայկական պետականությունը, պարտադրում են խորքային եւ ռազմավարական լուծումներ։ Մենք պիտի այդ շրջադարձը կատարենք խորքային մակարդակի վրա։ Ժիրայր, մենք ժամանակ չունենք եւ հնարավորություն չունենք կամաց փոխվել, դեկլարատիվ փոխվել։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի Վաշինգտոնյան խաղաղության գործընթացը չի կապվում էս Շարմ el-Շեյխի գագաթաժողովի ներկայության հետ։ Դա ընդհանրապես գործընթաց է, գործընթացի մեջ մենք ունենք դեկլարացիա, հռչակագիր, ուրիշ ոչ մի բան չունենք։ Մնացածը դու պարտավոր ես կառուցել։ Հայկական կողմը պիտի կառուցի իր կտոր աշխատանքը պիտի անի։ Մենք խոսել ենք քաղաքական որոշումների մասին, կամքի մասին, բացի կամքից դու պիտի պատրաստես այդ փաթեթը։ Այսինքն դա հնարավորություն է գործելու։ Դա հնարավորություն է, դա ներուժ է, հնարավորություն է, բայց հնարավորությունը փոխակերպել եւ ստանալ գործողություն եւ ճանապարհային քարտեզ, ռազմավարություն, ոնց է դրան գնում, դու պիտի պատրաստես պրոյեկտ։ Եվ այդ պրոյեկտը հիշում եք, դրա մասին խոսում եք, կներառի իրար մեջ ինքնիշխանության հարցեր, ազգային անվտանգության հարցեր, ռազմական անվտանգության հարցեր, տնտեսական խնդիրներ, կոմունիկացիաների բացելու, բլոկադան վերացնելու հարցեր եւ այլ եւ դա այդպես հասկանում եք մեծ խնդրեմ է եւ այդ պրոյեկտը վերտիկալ պրոյեկտը, որը սկսում է աշխարհակաղակական ասպարեզից եւ վերջանում է մինչեւ տնտեսություն հողի վրա, դու պարտավոր ես մշակել, ոնց ես դու տեսնում տրիպը, որպես հայկական կողմ, կոպոտեցումը, մոտեցումը ո՞րն է ժիրայ։ Ես ցավոք սրտի այսօր չեմ տեսնում այդ աշխատանքային խումբը եւ նման մոտեցումը եւ Հայաստանը բացի քաղաքական հայտարարություններից, դեկլարացիաներից անցնում է այդ աշխատանքին եւ կառուցում է այդ աշխատանքային խումբը ճակետներում կամ առաջ ճակետներ, որ այդ պրոյեկտը պիտի պատրաստի։ Դու կարող ես ունենալ փայլուն համատեքստեր, կարող ես ունենալ փայլուն հնարավորություններ, բայց դու պիտի պատրաստես այդ հնարավորությունները օգտագործես։ Եթե չես օգտագործում, այդ հնարավորությունները գալիս են գնում են։ 30 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տասնյակ նման հնարավորություններ, որը չեք օգտագործել։ Եվ ով է մեզ ասել, որ հիմա
Վերի, չգիտեմ ինչու ինքը դրա հնարավորությունները կդառնան իրականություն, այդպես չի աշխատում։ Դու պետք է ունենաս կամք, դու պետք է ունենաս ինքնիշխան, դու պետք է դառնաս դերակատար, որ ինքն է որոշում ընդունում, որ ես այս անում եմ եւ անելու ունեմ այս մոտեցումը։ Եվ այդպես ես մոտենում, քո ուրիշ հետաքրքրված կողմեր դերակատարները տեսնում են դու լուրջ ես, քեզ հետ կարելի է գործ ունենալ։ Այդ կտորը, այդ աշխատանքը ոնց ես դու դառնում դերակատար տրիպի մեջ, ոչ թե մի կողմ, որը ինչ որ սպասարկում է կամ սպասում է, որ այնտեղ լուծումներ կունենան, եթե դառնաս դերակատար, դա հնարավոր է իրականացնել։ Եթե չէ, դա կողքովը կանցնի։ Տրամպը կգնա 3 տարուց հետո այդ հնարավորությունը կգնա։ Ոնց մենք կորցրել ենք 2095 թվականին ենք մենք կորցրել, հետո մենք կորցրել ենք 99 թվականին եւ մենք ստացել ենք այբեկչական ակտը մեր պարլամենտում, հետո կորցրել ենք 2008 թվականին, կորցրել ենք 2016 թվականին եւ այլ մենք պիտի հասկանանք, որ պիտի դառնանք դերակատար։ Մեր ապագան, մեր ճակատագիրը, մեր ձեռքերի մեջ է։ Երբ այդպես ես մոտենում, այդ ժամանակ կարողանում ես իրականացնել։ Եթե ոչ, մենք նորից կկորցնենք, բայց դա շատ ցավալի կլինի ինձ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրուցակիցս ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյան։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։